հարցը, առաջին մտահոգությունը, որ դուք ասեցիք, դա ստանդարտային օրինակը բերեցի, Տեդի Ռուզվելտի ժամանակ հայտնի հակամենաշնորհային ակտի հետ կապված, ինիշելով պետության մասնակցությամբ եղավ հակամենաշնորհային պրոցեսը, որի արդյունքում պետությունը ստիպեց բաժանել ու այս պահին նավթային ոլորտը ամենամրցունակներից է Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Բայց մյուս հարցը, որը շատ կարևոր է շրջանառության հետ կապված, ավելի շատ պարոն Բաղդասարյան, մեր խնդիրը ոչ միայն հարկերից ազատումն է, այլ փոքր բիզնեսի եւ վարչարության շփման մինիմալացումն է, որ փոքր բիզնեսը վտանգի տակ, որևէ ճնշման տակ չլինի, նա ունենա օազիս, մինչև զարգանա, մինչև ունենա հնարավորություն դառնա միջին բիզնես, իսկ ինչն է նրան ստիպելու, շատերը կասեն այդ դեպքում, ինչ մոտիվացիա ունենալու փոքր բիզնեսը դառնա միջին բիզնես։ Նախ, վարկայնության առումով, փոքր բիզնեսը ավելի դժվար է վարկերի հետ աշխատելու, վարկ վերցնելու, քան միջին բիզնեսը եւ զարգանալու։ Երկրորդը, եթե ընկերության շրջանառությունը աճում է, որպես ձեռնարկատեր եւ տնտեսագետ եմ ասում, ոչ մի բան քեզ չի կանգնեցնում աճի ժամանակ հաստատ դու միշտ դեպքում ես աճի, միջի, մեծ դառնալու։ Եթե շահույթը աճում է, դու աշում ես, արդյոք աճած շահույթը համապատասխան համեմատական է այն հարկերի հետ, որ դու վճարում ես, եւ որոշ ինչ որ կետից հետո այդ համեմատությունը դրական է լինում եւ դու անցնում ես միջին բիզնեսի վճարելու ուղղությամբ։ Դեղերի հետ կապված համաձայնվեցի, ճիշտ է, ռեգուլյացիան շատ կարևոր է, մեր քայլերից մեկը դա պետք է լինի։ Կետերում ինչ որ դա չենք նշել, որտեղ մենք հիմնական մեծ քայլերն են, բայց ռեգուլյացիան շատ կարևոր կետ է, որը կհեշտացնի նոր եւ էժան գեներիկի մթերմանկայանների հետ կապված այս պահին մենք ունենք մոտավորապես 200,000 մարդ ում համարում են գյուղատնտեսությամբ զբաղվող, բայց այդ մարդկանց վիճակը հաշվի առնելով մենք կարող ենք համարել նրանց զբաղվածությունը կիսատ, որովհետև նրանց ֆինանսական վիճակը բավարար չէ։ Այդ պարագայում մենք տեսնում ենք, որ մթերմանկայանների կանխատեսելիությունը հիմնականում լուծելու է այդ մարդկանց կանխատեսելի եկամուտ ունենալու հարց։ Բնականների հետ կապված երիտասարդ ընտանիքներին ճիշտ է առաջնայինը լինելու է երիտասարդ ընտանիքների համար, քանի որ մեծ պահանջարկ է լինելու էժան բնակարանների, հետո կարող է ավելի մեծ տարիքի, բայց բազմազավակ ընտանիքների եւ այդպես շարունակ։ Մեր երկրի այս պահի Երևանի խնդիրների մեծամասնությունը նրանից է, որ Երևանում ենթակառուցվածքները պատրաստ չէին այս շինարարական վիճակին։ Մենք պետք է այս հարցը լուծենք, նոր կոյուղի համակարգ, նոր ջրի համակարգ, նոր էլեկտրականության համակարգ այս բնակարանների զոնայում, կանաչապատ տարածքներ, որպեսզի քաղաքը պատրաստ լինի զարգացման։ Շենք սարքելը դեռ քաղաքի զարգացում չէ, պետք է ընդհանուր էկոսիստեման զարգանա։ Շատ շնորհակալ եմ ձեր կարծիքի համար։